Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Ելենա Արշակյանի հեղինակած «Տաքսիստը» հեռուստասերիալում իրադարձությունները գնալով ստանում են այնպիսի խճճված, անկանխատեսելի ու վտանգավոր շրջադարձեր, որ նոր սերիաները պարզապես ստիպում են հեռուստադիտողին շունչը պահած սպասել զարգացումներին։ Ինչպես մենք արդեն հստակ գիտենք նախորդ սերիաներից եւ ինչը պետք է հիշել մեկ ընդմիշտ, Հարութն իրականում լիովին անմեղ է։ Նա բացարձակ կապ չունի Սեդայի հետ կատարված ողբերգության ու նրա բռնաբարության հետ, եւ Սեդան տաքսիստի անունը տվել էր բացառապես կիսագիտակից վիճակում։ Սակայն այս կարևոր ճշմարտությունը դեռևս թաքնված է մյուսներից, ինչն էլ հանդիսանում է այս ողջ քաոսի եւ թյուրիմացության գլխավոր պատճառը։ Այս խորը անգիտության ֆոնին Նվերը, ով առաջնորդվում է բացառապես կույր վրեժով եւ սեփական խոցված էգոյով, դիմում է չափազանց ստոր ու անբարոյական քայլերի։ Առանց իրականությունը մինչև վերջ պարզելու, նա միանձնյա որոշել է ոչնչացնել տաքսիստին, որպես թիրախ ընտրելով ամենախոցելի կետը՝ նրա նշանածին՝ Մանեին։ Եվ այստեղ ամենացավալին ու զայրացնողն այն է, որ Մանեն արդեն իսկ շատ ակտիվ կապի մեջ է մտել Նվերի հետ։ Թեև հեռախոսով խոսելիս նա ամեն անգամ ձևականորեն, կարծես իր խիղճը հանգստացնելու համար, հիշեցնում է Նվերին, որ ինքը ամուսնացած կին է եւ պետք չէ իրեն անհանգստացնել, բայց արի ու տես գործողություններն այլ բան են ապացուցում։ Նա համառորեն չի արգելափակում Նվերի հեռախոսահամարը, ինչը արդեն իսկ վատ նշան է եւ վկայում է այն մասին, որ Մանեին ենթագիտակցորեն գրավում է այս վտանգավոր արկածը։ Իրավիճակն էլ ավելի է սրվում եւ անցնում բոլոր հնարավոր սահմանները, երբ անսպասելիորեն Մանեին նշանակում են այն սրճարանի մենեջեր, որտեղ նա աշխատում է։ Նրան բացահայտ առանց թաքցնելու ասում են, որ այս պաշտոնի բարձրացումը տեղի է ունեցել բացառապես հանուն Նվերի եւ նրա ֆինանսական միջամտության։ Սակայն Մանեն ոչ միայն չի հրաժարվում այս կեղտոտ ու ակնհայտ մանիպուլատիվ խաղից, այլև մեծագույն սիրով եւ հպարտությամբ ընդունում է պաշտոնը։ Նվերը լինելով հմուտ մանիպուլատոր, շատ լավ հասկանում է, որ Մանեն արդեն հայտնվել է իր լարած ծուղակում եւ պարզապես չի դիմանում մեծ փողերի գայթակղությանը։ Նա զանգահարում է Մանեին եւ չափազանց ինքնավստահ հայտարարում, որ այսուհետ ինքը միշտ լինելու է նրա ստվերն ու անձամբ է լուծելու նրա բոլոր խնդիրները։ Եվ գիտեք որն է ամենազարհուրելին այս տեսարանում։ Մանեն ուղղակի լսում է այս խոսքերն ու երջանիկ ժպտում, քանի որ նրան չափազանց հաճելի է այս ուշադրությունն ու ֆինանսական ապահովվածությունը։ Ակնհայտ է դառնում, որ նա կանգնած է ամուսնուն դավաճանելու շեմին։ Այս ընթացքում Նվերը փորձում է նաև այլ թելեր գտնել եւ հանդիպում է Էլենին, հույս ունենալով նոր բան իմանալ կամ պարզել, թե արդյոք Էլենը որևէ դետալ է հիշել այդ չարաբաստիկ օրվանից։ Բայց Էլենը շատ կոշտ ու կտրուկ է արձագանքում։ Նա խորհուրդ է տալիս Նվերին զբաղվել իր գործով եւ վերջապես գտնել իսկական հանցագործին, այլ ոչ թե անիմաստ ինտրիգներ հյուսել։ Սրանի պատասխան Նվերը ցուցադրում է իր ողջ ցինիզմն ու ամբարտավանությունը, ասելով, թե ինքն արդեն իսկ զբաղվում է դրանով, արդեն գտել է իր մեղավորին եւ իր բոլոր հարցերը հեշտությամբ լուծում է փողի միջոցով, ակնհայտորեն ակնարկելով Մանեին գնելու իր հաջողված փորձերը։ Իսկ սերիայի ամենաէմոցիոնալ, ցավոտ եւ լարված պահը սպասվում է երեկոյան, երբ Սեդան վերադառնում է տուն։ Բակում նա հանդիպում է Նվերին եւ այստեղ վերջնականապես բացահայտվում է Նվերի իրական նողկալի տեսակը։ Փոխանակ աջակցելու իր սիրելիին այս ծանր հոգեբանորեն կործանարար պահին Նվերը սկսում է անտանելի ու ցավոտ ակնարկներ անել։ Նա Սեդային հասկացնում է, որ վերջինս այլևս մաքուր չէ եւ որ ինքն այլևս ի վիճակի չէ նախկինի պես նայել նրանց հարաբերություններին։ Այս դաժան անմարդկային խոսքերը լսելով Սեդան պարզապես հունից դուրս է գալիս։ Նա շատ լավ հասկանում է Նվերի ակնարկների ողջ ծանրությունը, բայց պահպանելով իր կանացի արժանապատվությունը, հանում է նշանադրության մատանին ու այն վերադարձնում Նվերին, հպարտորեն հայտարարելով, որ ինքը բնավ չի ցանկանում բեռ դառնալ նրա համար։ Այս քայլով նրանց հարաբերությունները
դրվում են մեծ հարվածի տակ։ Իսկ ինչ եք կարծում դուք, սիրելի հետևորդներ, արդյոք Մանեն վերջնականապես կտրվի կայթակղությանն ու կկործանի իր ընտանիքը հանուն նվերի փողերի։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Ես անհամբերությամբ կսպասեմ ու կկարդամ դրանք բոլորը։ Եվ իհարկե չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին հաջորդ սերիաների թեժ վերլուծությունները առաջինը դիտելու համար։ Կհանդիպենք շատ շուտով։